Բարև Շտվանից ոլովակներ չեմ նկարահանում, ասելիքներ առանձնապես չունեի, բայց իմ աշխատանքը իմ վրա շարունակում է բնականաբար, դա երբեք չի ավարտվի, այս ընթացքը, քեզ ճանաչելու ընթացքը, պրոցեսը երբ որ սկսվում է, եթե իրոք արդեն սկսվել է, էլ կանգնել չկա, այսպես ասած իմ կերպարի կյանքի իմաստը լինելու է ինքն իրեն ոչնչացնելու նպատակ, որպես կերպար այդպիսի, որպես էգո, բայց այն ով որ հիմա դա ասում է, դա նույնպես էգոն է, որովհետև քո ճշմարիտ էությունը, քո այն իրականությունը, որ դու կաս, դա անբացատրելի երևույթ է ու դրան հասնել չի կարելի, որովհետև ինքը միշտ ներկայում կա։ Երբ որ մենք խոսում ենք դրան հասնելու կամ ինչ-որ քայլ անելու դեպի դրա ուղղությամբ, մենք ինչպես բացատրեմ, մտածում ենք, թե մենք դրան պետք է հասնենք, այսինքն դա չունենք ու դրան պետք է հասնենք կամ դա պետք է փնտրենք, բայց իրականում դա կա արդեն, ուղղակի մենք մոռանում ենք, նորից ընկնում ենք էգոյի թակարդի մեջ ու շարունակում ենք փնտրել, դրա համար ասում են հոգևոր էգո գոյություն ունի, դա այն էգոն է, որ կարծում որ ինքը ինչ-որ առավել կարևոր առավելություններ ունի, ուրիշների համեմատ նամանավանդ, իրան ավելի վեր է դասում, իրան արդեն հոգևոր է համարում, բայց հոգևոր հիշեք ի նկատի չունեմ ինչ-որ եկեղեցական կամ կրոնական բաների հետ կապ չունի, իսկական հոգին, իսկական սրբությունը, իսկական լույսը, իսկական Աստված կրոնների մեջ երբեք չգտնի, որովհետև ամեն մեկը իր հերթին իր կրոնն ունի ու ինքը ամեն մեկը իր հերթին իրանը ճիշտ է համարում, չէ՞, մենք հայերս ինչքան գիտենք, ինչքան ենք մենք այդքան, եթե ես հիմա խոսեմ որպես հայ կին արմատ ունեցող մի էակ, կասեմ, որ մեր միակն է եղել, մենք միշտ ճիշտ ենք եղել, մենք միշտ մեր միակն է, լավն է, մենք հայերս աշխարհի էսն ենք, աշխարհի ամենալավն ենք, Okay, ես շատ սրտանց խորը սրտով միշտ հավատացել եմ ու հպարտացել եմ ու մինչև իմ բացահայտելը, թե ես իրականում ով եմ։ Ու հենց դա է սխալներից մեկը, որ մենք ինչ-որ մտածում ենք, որ եթե մերն է, ուրեմն ճիշտն է։ Եթե մերն է, ուրեմն ամենալավն է, եթե մերն է, դա որովհետև մերն է, այդքան բան, բայց բոլորի համար իր մերն է, իր համար ամենալավն է, այսինքն ինչքան մարդ կա, այդքան ճշմարտություն ու վստահություն է, ներքին է, հավատարիմ մնալ ինչ-որ մի բանին, նույնը վերաբերվում է կրոնին, եթե մերն է, ուրեմն մեր կրոնը, քրիստոնեությունը ամենաճիշտ, ամենակարևորն է, որովհետև մենք հավատում ենք Հիսուսին, մենք առաջի երկիրն ենք, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ այլն, ես ինքս առաջիններից եմ եղել, որ այստեղ ես հիմա Հռոմում եմ ապրում, այստեղ հպարտանում էի, բացատրում էի, պատմում էի իմ պատմության մասին, մեր առավելությունները եւ այլն, հպարտանում էի ու աշխատում էի ներկայացնել որպես փոքր քանակությամբ ներկայացուցիչ Հայաստանից Իտալիայում, քիչ են շատ ապրողները, նամանավանդ այդ ժամանակաշրջանում 15 տարի առաջ մատների վրա կհաշվեիր, ընտանիքներ, որ Իտալիայում են ապրում։ Դրա համար հայերին չէին ճանաչում այստեղ ու ես ամեն մեկին որ հանդիպում էի, ինձ զգում էի որպես մեր ազգի ներկայացուցիչ, ամեն ինչ անեի, որպեսզի լավ տպավորություն թողնեմ այդ մարդկանց վրա, որ իրանք հայերի մասին լավը մտածեն։ Եվ դա կարծում եմ բոլոր հայերն են աշխարհում եկանում։ Ամեն դեպքում մեծամասնությունը հաստատ 90-95% այդպես է արել, եթե եղել է նմանատիպ իրավիճակներում։ Ամեն դեպքում դա իմ համար շատ կարևոր էր։ Ու մտածում էի, որ մեր կրոնն ամենալավ,
պաշտում էի, հավատում էի, հետո որ արդեն կամաց սկսեցի բացահայտել, ուսումնասիրել նաև տարբեր կրոններ, բայց ուսումնասիրելը ու հավատալը տարբեր բաներ են, չխառնենք, ուսումնասիրել, որ հասկանայի, որտեղ է իրականությունը։ Ու տեսա, որ ամենազգ իր հերթին ասում է իմ կրոնը ճիշտն է, իմ ազգը ամենալավն է, իմ ազգը ամենախելացին է, ես ամենալավն եմ, մնացածը հեչ։ Ու բոլորս ամեն մեկս մեր հերթին այդպես ենք կարծում։ Սրտանց, եթե մենք անկեղծ լինենք մենք ինքներս հետ, կխոստովանենք, որ մենք մեզ ամենալավն ենք համարում։ Ու հենց պերսոնալ առումով էլ, այսինքն որպես հայ չեմ ասում, որպես էակ ամեն մեկը ինքը իրեն ավելի սրտի խորքում իրան ավելի կարևոր է համարում, իրան ավելի շատ է սիրում, բայց շատ դա կարևոր բան է սերը իհարկե, բայց նկատի չունեմ այդ սերը, մաքուր սերը, որ քեզ ինքդ ոնց կաս տենց էլ ընդունում ես, դա իսկական սերը չէ, հակառակը այդ սերը բացակայում է, դրան փոխարինում են ինչ որ հպարտության հիմքի վրա, չգիտեմ, եսի այդ գոռոզության շնորհիքը ոչ առողջ հիմքեր ունենք հոգեբանական, դրա համար կարծում եմ, որ պետք է ուղղակի մոռանալ մի պահ, թե դու որտեղից ես գալիս, թե դու ով ես։ Մեզ միշտ դպրոցներում ասում են՝ մի մոռացի որտեղից ես գալիս, քո արմատները, քո պատմությունը, եւ դա այդ ամենը ճիշտ է, մինչեւ որ քո հոգեբանական մակարդակը բարձրանում է։ Երբ որ դու հասկանում ես, որ դու թուրքը, ադրբեջանցին, վրացին, իտալացին, ռուսը, ամերիկացին, չեչենը, արաբը, Աֆրիկայի յուրաքանչյուր կոնտինենտի ներկայացուցիչ, մենք բոլորս նույնն ենք։ Այդ ժամանակ հասկանում ես, որ չկա մերը քոնը,